Փոքր բիզնեսը նորից նորություն ունի։ Շրջարկ վճարողների դրույքաչափերը բարձրացնելուց հետո պետությունը ստիպված եղավ վերանայել ծախսերը նվազեցնելու սահմանափակումը։ Տարեսկզբից տնտեսվարողների բարձրացած խնդիրը, ըստ որի, եթե հաշվապահներն ու իրավաբանները դառնում են ավելացված արժեքի հարկ վճարող ռիսկ կա, որ իրենց մատուցած ծառայությունն առնվազն 20%-ով թանկացնելու են, լուծվում է։ Հարցը կարգավորվել է մարտի վերջին ազգային ժողովի կողմից հարկային օրենսգրքի լրացմամբ, որտեղ շրջարկով աշխատողներին արդեն թույլատրվում է նվազեցնել վարչական ծախսերը, տեղեկացնում է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավարը։ Շրջարկով աշխատող բիզնեսը մինչ այդ, եթե փաստաբանի էր դիմում կամ դիմում էր նոտարի կամ դիմում էր իրավաբանական ծառայության, հաշվապահական ծառայության, ինքը հնարավորություն չուներ այդ ծախսը նվազեցնել հարկից։ Այս պայծրությամբ իրենց մենք ասում ենք, դուք այսուհետ կարող եք ձեր հարկից նվազեցումներ անել։ Ըստ Պատվականյանի բարդ իրավիճակ էր ստեղծվել, որի լուծումը բազմաթիվ քննարկումներ պահանջեց մասնագիտական օղակներից մինչև փոխվարչապետին կից ՓՄՁ խորհուրդ։ Ստացվում էր հաշվապահ փաստաբանի թանկացող ծառայության արժեքը ընդհանուր հարկային համակարգում աշխատող խոշոր ընկերությունները կարողանում էին հաշվանցել, փոքրերին արգելված էր։ Իրականում շատ բիզնեսների մոտ նույնիսկ խուճապ էր առաջացել, ասում են Թիմ Թուբի խորհրդատվականում բացատրում։ Մի կողմից ծառայությունների, հանրային սննդի ոլորտի, նաև ՏՏ ընկերությունները, որոնց դեպքում վարչական ծախսը ընդհանուրի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի, չէին կարող նվազեցում անել։ Մյուսից խառը տիպի գործունեությամբ զբաղվողները կամ կոնկրետ օրինակ խորհրդատվական կազմակերպությունը, որտեղ տնօրենը նաև ծառայություն է մատուցում, չգիտեին ինչպես վարվել։ Մյուս աշխատողների հետ ղեկավարի վարձատրությունը, եթե նվազեցնեին արդյոք հարկային ստուգման ժամանակ, դա խախտում չէր դիտարկի։ Նման իրավիճակներին բնորոշ մասնագիտական վեճեր հիմա արդեն չեն լինի, համոզված է բիզնեսի հետ սերտ աշխատող այս գրասենյակի ղեկավարը։ Վերջի փոփոխություններով ոնց որ թույլատրվում է վարչական ծախսերը ծախսագրել նվազեցնել եւ սահմանվում է շատ բարձր կանոն։ Ասում է կամ եթե դու կարող ես հստակ վերագրել, թե տվյալ վարչական ծախսը քո որ գործունեությանն է վերաբերվում, այդ դեպքում այդ տոկոսով ես նվազեցնում, եթե չես կարողանում, օրինակ եկամուտ ունես, ենթադրենք առևտրով զբաղվում ես եւ 1 միլիոն դրամ եկամուտ ունես եւ 500,000 դրամ արտադրությունից։ Հետեւաբար 1/3-ը համամասնորեն դու որպես ծախսագրես արտադրությանը վերագրվող ծախսը, 2/3-ը որպես առևտրի։ Վարչական ծախսերը Վլադիմիր Շատվերովը հիշեցնում է ընկերության հաշվապահական ու իրավաբանական ծախսերն են, նաև տնօրենի աշխատավարձը, ընդհուպ գրասենյակի վարձակալության գումարը։ Որքան է դրա բաժինը, մեր փոքր ու միջին բիզնեսի ֆինանսական շարժում խիստ տարբեր է։ Իդեպ հարկային լրացումը թեպետ նոր է ընդունվել, համարվում է ուժի մեջ այս հունվարի 1-ից։ Այսինքն հիմա, երբ որ մենք 2025 թվականի ապրիլին առաջի եռամսյակի մեր հաշվետվություն կտանք, հնարավորություն կունենանք նաև նախորդ եռամսյակում կատարված վարչական ծախսերը նվազեցնել։ Շրջարկով աշխատողների համար նվազեցվող գումարի առավելագույն շեմ օրենքը չի դրել, փոխարենն այն սահմանված է ոլորտների համար։ Առևտրով զբաղվողներին թույլատրվում է 9.5%-ի նվազեցում, արտադրությանը 5%, ծառայություններին 6%։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։